Իսկ նրանք, ովքեր դեռ տանից դուրս չեն եկել, բայց հետևում են մեր ծրագրին, ասենք մի այսպիսի բան անպայման փորձեք լավ տրամադրությամբ, ինչքան վատ տրամադրությամբ էլ զարթնած լինեք, փորձեք լավ տրամադրությամբ դուրս գալ տանից եւ կհասկանաք, որ լավ տրամադրությունն է ձեր հաջողության ամենամեծ գրավականը։ Իսկ այն հեռուստադիտողներն, ովքեր շարունակում են մեզ դիտել, ասեմ, որ իսկապես անակնկալ է սպասում, որովհետև մենք մի շատ հաճելի հյուր ունենք, իսկ թե ովքեր են նրանք, կարծում կռահեք տեսանյութը դիտելուց հետո, որ մեր համար պատրաստել է մեր գործընկեր Լիաննան, խնդրեմ։ Ժողովրդական պարեր 2 նախագծի մասնակիցները պատրաստվում են գալա համերգին։ Տաղավարում տոնական հուզմունք է։ Մրցանակային փուլ անցած զույգերը նույնպես հուզված են, չէ՞ որ մոտեցել է վճռորոշ պահը։ Առաջին մրցանակը ցանկալի է, մանավանդ, որ դրան սպասել են 3 ամիս։ Ես այս նախագծում միշտ անկեղծ եմ եղել, ընդհանրապես անկեղծ մարդ եմ, ուզում եմ ես հաղթեմ։ Եթե հաղթի Սուսաննան, իր համար իրոք շատ սրտանց կուրախանա։ Կարենի եւ նրա զույգի Սեդայի հեռախոսները չեն դադարում զանգել։ Մենք նաև մասնակցելու ենք մեր երգով։ Հին ընկերներին աջակցելու, ոգևորելու համար են եկել նաև սուպերստար եւ ժողովրդական երգիչ նախագծերի մասնակիցները։ Հենց այս վճռորոշ պահին է զգացվում փորձառու ընկերների կարիքը։ Երկուսի համար էլ շատ ուրախ կլինեմ, սակայն իհարկե ավելի ուրախ կլինեմ, որ Կարենը հաղթի, քանի որ մեր ընկերն է, մեր ասում են գոլեգան է։ Դե իսկ հիմա մասնակիցների հարազատներին ու երկրպագուներին մնում էր միայն վերջին անգամ տեղին աջակցել նախընտրած թեկնածուին։ Ես Կարեն Աթոյանի մեծ եղբայրն եմ, եկել ենք Կարենին աջակցելու իմ բարեկամների, իմ ընկերների, մեր Լեննագանի ժողովրդի հետ։ Հաղթողի դերում տեսնում եմ 2 զույգերին էլ, որովհետև հենց նախագծի ամենասկզբից 2 զույգն էլ քրտնաջան աշխատել են եւ արժանի են հաղթանակին։ Երկուսին էլ շատ եմ սիրում, երկուսին էլ, եթե իրավունք ունեի քննարկեի, հավանում եմ Կարենի պարը։ Կարենի զույգին եմ տեսնում հաղթող, համենայն դեպս տարօրինակ երկուսն էլ արժանի են հաղթանակի։ Ժողովրդի սերը Սեդային ու Կարենինն է, իսկ թվում է դա արդեն հաղթանակ է։ Մենք նույնպես Կարեն Աթոյանին ենք երկրպագում։ Կարեն Աթոյանի։ Դե հաղթի հաղթողը։ Համերգը սկսված է, սակայն ինչ-որ պահի ժողովրդական երգն ու պարային նախագիծը սահուն միաձուլվում են։ Եկձոնեցեք ուր աղձավար, որ նեկարում ծաղիկների, որպես հոտով ու կարմիրվար, երկուս սիրում ծաղիկների։ Մինչ հայտնի կդառնա նախագծի հաղթողը, ժյուրիի անդամները պատվոգրեր են շնորհում բոլոր մասնակիցներին։ Վերջապես մոտեցավ երկար սպասված պահը։ Ժողովրդական պար 2 նախագծի հաղթող է ճանաչվել Կարեն Աթոյան։ Հավաքելով Սեդանոր շրջան։ Վերջապես ավարտին հասավ ժողովրդական պարեր 2 նախագիծը եւ բարձ դարձավ հաղթող զույգը։ Մենք էլ միանում ենք բոլորին եւ շնորհավորում ենք այդ զույգին։ Շատ հուզված եմ, շատ ուրախ եմ, շատ շնորհակալ եմ բոլորից, սկսած Շանթ հեռուստաընկերությունից, Գեղարվեստական ղեկավարից, նախագծի եւ մինչեւ այն բեմի բանվորից։ Շատ ուրախ եմ եւ շնորհակալություն եմ հայտնում հայ հեռուստադիտողին, ովքեր քվեարկեցին իմ օգտին, շնորհակալություն եմ հայտնում Շանթ հեռուստաընկերությանը այսպեսի գեղեցիկ նախագիծ ընձեռելուց եւ շնորհակալություն եմ ուզում հայտնել հատկապես այս գեղեցկուց եւ մեր պարուսից։ Ես ուզում եմ շնորհավորեմ իմ Կարենին ու Սեդային, ես իրանց շատ եմ սիրում, շատ ուրախ եմ։ Շնորհակալություն ասենք Սաթենիկին, ես այնտեղի պիտի ասում ամենաթեժ պահերը Սաթենիկը կարողացել էր նկարել եւ մենք կրկին անգամ վերհիշեցինք, թե ինչ է կատարվել հենց այդ օրը եւ բնականաբար արդեն նշեմ մեր հյուրերի անունները, ովքեր բնականաբար արդեն պարզ են մեր հեռուստադիտողին, Կարեն Աթոյանը, Սեդան Օվշատյանը եւ նրանց պարուսույց Արման Մնացականյանը, որի աշխատանքի շնորհիվ է, որ մեր 2 զույգերը կարողացան հաղթանակի հասնել։ Ես ուզում եմ եւս մեկ անգամ շնորհավորել եւ միանգամից առաջին հարցը Կարեն, որքան էր հավատում, որ կհաղթես այս նախագծում։ Ճիշտն ասած չէի հավատում այդ պահին, քանի որ մեզ ժյուրին ցած էր գնահատել մրցույթային ֆինալում 8 միավոր ետ Սուսաննա Պետրոսյանից։ Չէի հավատում ճիշտն ասած այդ պահին։
Բայց համոզված է որ քվեարկությունը շատ է լինելու։ Բայց այդ 8 միավորը հնարավոր էր դեր խաղար։ Բայց այնքան շատ են քվեարկությունները, Այնքան շատ են քվեարկել, որ հաղթեցի։ Իսկ ինչպեսի նոր, այսպես ասած, հատկանիշներ բացահայտեցիք ձեր մեջ, մասնակցելով այս հիանալի նախագծին։ Մեր մեջ հատկանիշներ։ Դե ավելի շատ շփվանք մեր ընկերների հետ, ավելի շատ ընկերություն ձեռք բերեցինք։ Նոր շրջապատ։ Հա, նոր շրջապատ, պարային էլեմենտներ, որը շատ կարևոր է յուրաքանչյուր հայի համար։ Այսպես է։ Իսկ ինչ-որ նորություններ կա, ինչով եք շարունակելու զբաղվել։ Ես երգում եմ, ժողովրդական երգիչ նախագծում եւ շարունակում եմ։ Ես պիտի ասեմ, որ ոչ թե Կարենի հետ դժվար է, Կարենը շատ տաղանդավոր է, որովհետև իսկապես, այսպես ասած, տեսնում ենք նրա աշխատանքը ի վերջո, բայց պիտի ասեմ, որ դժվար է նրանով, որ Սեդան իսկապես տանջվում էր Կարենի ձեռքին, որովհետև Կարենը կարող էր իր հյուզվածությունից սկսել վիճվել երբեմն Սեդայի հետ եւ այնպեսի ոչ թե կոնֆլիկտներ է լինում, այլ այնպես խիստ էր բարկանում, այնպես տպավորություն, որ ավելի շատ եղբայրը ոնց որ լինի, ոչ թե զուգընկերը։ Այ խնդրում եմ ասա, քեզ համար որքանով էր դժվար Կարենի հետ այս նախագծում մասնակցել եւ մինչեւ հաղթանակ հասնել։ Կարենի հետ դժվար է նախ բարելույթ։ Կարենի հետ դժվար էր աշխատել, որովհետեւ ինքը ուղղակի շատ էր սիրում, որ անպայման իր ուզածը լիներ, բայց հեշտ էր նրանով, որ զգում էր երաժշտությունը, կարողանում էր հասկանալ, ընկալել եւ կարողանում էր ապրել երաժշտության տակ։ Եվ բարի ընթացքում զգում էր իր զույգին, կարելի ասել։ Բնականաբար։ Բեմական լավ հաճախակի ասեմ, որ լինում էր դեպքեր, որ մոռանում էիք։ Հոգով էր, այսպես ասած, մասնակցում այս նախագծին, որովհետև այդքան կրակ, որ Կարենը դրել էր այս նախագծի համար, ես իսկապես ոչ մի մասնակցի մոտ չեմ տեսել։ Բոլորն էլ բնականաբար իսկապես լավ պարողներ շատ կային, եւ իսկապես չէինք կարող կողմնորոշել, ով կարող է հաղթել, որովհետեւ մրցակցությունը, այսպես ասած, հավասարազոր էր գնում եւ քվեարկություններ բավականին բարձր, անգամ 3 զույգի համեմատ չէ, եւ նաեւ Անդրանիկին կարող եմ հիշել, բայց Կարենը ի վերջո հաղթեց։ Ես ուզում եմ հարցնել այս պայն պարուսույցին։ Այն բոլոր անընդհատ խոսում են, որ ձեր բեմադրությունները շատ հետաքրքիր է ստացվում, ուրախ է, այսպես Կարենը կարողանում է իրեն դրսևորել։ Կարենի բնավորությանը հավասարազոր եք բեմադրություններ դնում, թե այնինչ գրագետը հետ էիք աշխատում։ Նախ բարի առավոտ բոլորին, որ հիմա ներկայիս եւ չեմ կարող այսօր չասեմ մի հատ, այսօր ամսի 1-ն է, իմ կնոջս ծննդյան օրն է, ես որը սրտան շնորհավորում եմ։ Մենք եւս միանում ենք, որովհետեւ իրանք հավասար իմ հետ այս նախագծում աշխատել են, ապրել են այդ յուրաքանչյուր օրերը, ապրումները։ Նախ ինչ եմ ուզում ասեմ, ես աշխատել եմ բեմադրեմ, երևի արդեն նկատած կլինի մեր հեռուստադիտողը, որ ես ոչ մի բեմադրություն իրար նման չեմ արել, տարբեր եմ արել։ Ու այդ տարբեր բեմադրության մեջ այդ կերպարները կարացել է Կարենը Սեդայի հետ միասին կերտի։ Եվ որի համար, ինչի համար, բեմադրողի համար մի բան է բեմադրել է, մյուս բանն է, որ իրանք մատուցեն ճիշտ։ Ու ինձ թվում է հաջողվեց իրանց մատուցելը, որի համար ես շնորհակալ եմ իրանցից։ Իսկ պարտադիր է ծանոթ լինել կատարողների բնավորությանը, որպեսզի բեմադրությունը հետաքրքիր եւ լավ ստացվի։ Նու պարտադիր չէ, բայց պետք է, որովհետև ես Կարենի մեջ տեսնում էի տվյալ բեմադրություն, բայց Կարենի ներքնաշխարհը այնքան մեծ էր, այնքան պարային էր, որ յուրաքանչյուր բեմադրությունը ինքը ճիշտ էր ընկալում։ Ես պիտի ասեմ, որ այս նախագիծը իսկապես հասարակության ժողովրդի սիրելի նախագիծն է եւ այդ քվեարկության արդյունքում էլ կարելի է դա կողմնորոշել, որովհետեւ այնքան քվեարկություն կար բնականաբար հեռուստադիտողի կողմից։ Հաշվելը դժվար էր, չէ՞։ Հաշվելը իսկապես դժվար էր։ Ես այ ուզում եմ հարցնել, ինչի էր, որ մինչ այդ ես կարելի ասեմ, որ այս նախագիծն է թարմացրել մարդկանց մեջ ճանաչումը ժողովրդական պարի։ Ինչն էր պատճառը, որ մենք չենք կարող ճանաչել ինչ հասել է ժողովրդական պար եւ իսկապես գեղեցիկ մատուցման ձև նաեւ տեսնել։ Երևի մոռացության ենք շատ տվել եւ ժողովրդականի հետ կապված թե երգը թե պարը, բայց ելի նորից ու նորից շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց, որ ունեն այս ներդնումը տվյալ ասպարեզի շուրջ, որտեվ շատ էր արդեն տվյալ պայից թե երգ թե պար ժողովրդական իրանց մեջ արտնացավ, կար դա։